Շատ լավ, եւ խնդրե երկու նախադասությամբ, հա, անդրադառնալ կդառնա այդպես ասում էր Ժրան Բագրատյանը, որ Սամվել Կարապետյանը Իվանիշվիլի օրինակով կգնա։ Իվանիշվիլին պատանդ չէր, ճիշտ է։ Իվանիշվիլին ձերբակալ էր։ Բայց նա պատանդ չէր։ Ես կարծում եմ, որ այս անձը Սամվել Կարապետյանը որպես պատանդ է պահում։ Գիտեք, եւ խոսքի վերջում ասեմ այսպես. եթե մի արարք դարվի անձի կողմից, որտեղ այդ արարքի ժամանակ դու կարող ես կորուստներ ունենաս, այդ թվում նաեւ կյանքի։ Բայց այդ գիտակցելով հանդերձ այդ արարքը անում ես, դա ի՞նչ է կոչվում։ Քաջություն, արիություն։ Արարքը խենթություն է գնահատվում, արարքը խենթ արարք է, էլի, բայց քաջության եւ արիության շնորհիվ, չէ։ Հիմա կա անձ, որը նույն արարքը, որի վերջաբանը նաեւ կարող է կյանքից զրկվել լինի։ Անում է, բայց իր շարժիչ ուժը քաջությունն ու արիություն չի, գիտեք ի՞նչն է։ Գժություն է։ Հասկանում եք ես ինչ եմ ասում։ Նիկոլի քայլերը քաջության եւ արիության հենքի վրա չեն։ Նիկոլի քայլերը գժության հենքի վրա են։ Այդ մարդուց սպասեք ամեն ինչ։ Այդքանը։ Շնորհակալություն։